Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ես շատ զբաղված եմ, մի քիչ ուշացրեցի շաբաթվա վիդեոները հարգելիներս, բայց ոչինչ։ Սա վերջին վիդեոն է, կտեղավորվեմ վաղը։ Մի քիչ ուշացումով, բայց հասցրեցի։ Շատ լավ, տեսնենք ինչ է սպասվում այդ հարգելի աղեղնավորներին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ արջ։ Աշխատանքում զբաղված կլինեն որոշ աղեղնավորներ, աշխատանքային հարցերը կլինեն շատ կարևոր, ձեր վերադասերի հետ կարող եք շփվել, ձեր վերադասերի հետ կարող եք ինչ-որ շատ հարցեր ունենալ, քննարկումներ ունենալ, եթե ինչ-որ հարցով եք դիմել, չգիտեմ, աշխատանքի, կարող է ձեզ աշխատանքի ընդունեն, սա նաև աշխատավարձի հետ է կապված 10-ը։ Ավելի աշխատանքային գործնական տրամադրված կլինեք, հարգելի աղեղնավորներ։ Միայնակների համար տեսնում եմ գիրք։ Գիրքը նշանակում է ինֆորմացիա։ Միգուցե ինչ-որ գաղտնիք կբացվի, ինչ-որ մեկի մասին ինչ-որ բան կիմանաք, կարող է նաև պարզապես իմանաք, տեղեկանաք, որ ինչ-որ մեկը ձեզ հավանում է, նույնիսկ եթե դուք այդ մասին դեռ չգիտեք։ Տեսնենք։ Ինչ կմանրամասնեն կարտերը։ Ինչ է բացահայտվում միայնակ աղեղնավորների համար։ Սրանից ավել չէի ուզենա կարդ հանել, ճիշտն ասած։ Շատ լավ։ Հարգելի աղեղնավորներ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ գեղեցիկ։ Տեսեք, տեսնում եմ հաջողություն, ծաղիկ, ժամադրության եք գնում, փոփոխություն ձեր անձնական կյանքում եւ տեսնում եմ արև։ Շատ լավ է, շատ լավ լուր եմ տեսնում։ Ես այստեղ միևնույն ժամանակ, գիտեք, տեսնում եմ որոշ աղեղնավորներ, որոնք կորուստ են ունեցել։ Անվստահության հարց է եղել, ինչ որ տղամարդուց կամ հեռացել են, կամ խնդիր եղել է, սա էլ տեսնում եմ իրականում նոր մարդ է գալիս ձեր կյանք, որտեղ սրանք տարբեր ուղղությամբ են նայում, սա նոր մարդ է գալիս ձեր կյանք։ Կարող եմ ասել, նույնիսկ աղեղնավորներ, որոնք առաջին անգամ չէ, որ նոր պետք է հարաբերություններ սկսեն, նրանք ովքեր ինչ որ կորուստ ունեցել են, այսպես կարող եմ ասել, ինչ որ մեկի հետ եղել են, օրինական ամուսնություն է եղել, կամ ամուսնություն չի եղել, պարզապես հարաբերությունների մեջ են եղել, տղամարդը վստահելի չի եղել եւ կինը կարող եմ ասել հեռացել է, դա է եղել հիմնական խնդիրը։ Ես չեմ կարող ասել դավաճանություն եղել է թե չի եղել, բայց ամեն դեպքում կինը որոշել է եւ հեռացել է։ Եթե աղեղնավորը տղամարդ է, կարող եմ ասել տղամարդն է հեռացել։ Երկու տարբերակն էլ կարող է աշխատել։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ աղեղնավորը հեռացել է, որովհետև նոր սեր է փնտրում։ Բայց ես հենց սկզբից տեսնում եմ բավականին դրական փոփոխություններ, հարգելիներս։ Շատ լավ փոփոխություններ եմ տեսնում։ Նրանց համար, ովքեր առաջին անգամն է շատ երիտասարդ են, շատ մենակ են, ձեզ հնարավորություն կտրվի հաջորդ շաբաթ հենց շատ ակտիվ եղեք, չգիտեմ, շփվեք, միգուցե ժամադրություն եմ տեսնում, փոփոխություն եմ տեսնում, սա էլ տեսնում եմ արև, շատ գեղեցիկ է, հաջողության կա։ Երկու ամենահաջող կարտերը տեսնում եմ, հարգելիներս, նոր շանսեր կունենան աղեղնավորները հաջորդ շաբաթ, ովքեր ընդհանրապես չեն ունեցել հարաբերություն, միայնակ են եղել, իսկ եթե նրանք, ովքեր ունեցել են կորուստ, ինչ-որ մեկից հեռացել են, կամ ձեզնից են հեռացել, կամ դուք եք հեռացել, նշանակություն չունի, ձեզ համար էլ ես տեսնում եմ ինչ-որ փոփոխություն, հնարավոր է նոր շանս, նոր սեր կարող եք գտնել, հարգելիներս։ Դե սկզբում սա կլինի նոր շանս, կլինի հանդիպում, շատ հետաքրքիր կանցնի, նոր ծանոթություն կարող է լինել, ինչ-որ մեկից միգուցե լուր ստանաք եւ տեղեկանաք, դուք չգիտեիք, ձեզ ինչ-որ մեկը հավանում էր։ Շատ հետաքրքիր եւ շատ հետաքրքիր, այսպես շատ սիրառատ շաբաթ եմ տեսնում, երկու տուզ եմ տեսնում, հարգելիներս, բավականին հաջող շաբաթ է միայնակ աղեղնավորների համար։ Իսկ զույգերի համար տեսնում եմ խաչ։ Խաչը շատ ճակատագրական բարդ կարտ է, ճիշտն ասած։ Ինչ որ բան է փոխվում, ինչ որ ձեզնից անկախ, ինչ որ ճակատագրական պահ է, կարող եմ ասել, միգուցե ճակատագրական որոշում պետք է կայացնեն մեր զույգերը։ Ճակատագրական որոշումը կարող է լինել եւ դրական եւ բացասական, կամ ձեր զույգը լավը չէ, դուք ուզում եք խզել ձեր հարաբերությունները եւ վերջացնել, կամ պարզապես որոշել եք ամուսնանալ եւ ամրապնդել ձեր հարաբերությունները։ Երկուսն էլ շատ բարդ ճակատագրական հարց կլինի ձեզ համար, շատ
Երկար մտածեք, հարգելի աղեղնավորներ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ սիրտ, տեսնում եմ բանալի, փոփոխություն, առնետներն եմ տեսնում, ձկները եւ ծաղիկներ վերջում։ Ինչ եմ ես այստեղ տեսնում։ Ես տեսնում եմ այստեղ տղամարդը որոշում պետք է կայացնի, բանալին իր ձեռքումն է եւ փոփոխությունը կլինի կախված թե ինքը ինչ որոշում կկայացնի։ Գիտեք, այսպես կարող եմ ասել, այստեղ ես տեսնում եմ երիտասարդը, նույնիսկ եթե աղեղնավորը աղջիկ է, տղամարդ ամեն դեպքում սիրո հետ է կապված, զույգերում կարող եմ ասել դեռ երևի թե ամուսնացած չեն։ Ես տեսնում եմ, որ մի տեսակ վստահության խնդիր կա, այս կորուստը վախենում եք կորցնել ձեր զույգին, միևնույն ժամանակ մի տեսակ անվստահ եք ձեր վրա, այսինքն վստահ չեք ձեր վրա, թե վստահ չեք ձեր զույգի վրա, ես կդժվարանամ ասեմ, երկու տղամարդ եմ տեսնում, կանայք չեմ տեսնում։ Միգուցե ձեր ֆինանսների վրա վստահ չեք, ուզում եք քայլ անել, ուզում եք միգուցե առաջարկություն անել, տղամարդը ուզում է, բայց վախենում է, որտեղ ֆինանսական երևի խնդիրներ ունի։ Այդպես կարող եմ ասել, այսինքն տարբերակներ է փնտրում, ինչպես կարող է այս վիճակից դուրս գալ։ Ես էլի եմ կրկնում, միակ խնդիրը անվստահությունը իր նկատմամբ է։ Տղամարդը անվստահ է, բայց ես տեսնում եմ, որ զգացմունքներ իրականում կան եւ շատ լավ էլ զույգ են։ Եվ խաչով կարող եմ ասել, ինչ որոշում էլ որ կայացնեք, շատ ճակատագրական կլինի։ Այսինքն ձգձգել ձեր միությունը, ամուսնությունը, հարաբերությունները, որովհետեւ ֆինանսական խնդիրներ ունեք։ Գիտեք, եթե աղջիկը ձեզ սիրում եք, սպասի, ես դրանում խնդիր չեմ տեսնում։ Ինչու՞մն է ձեր անհանգստությունը, կդժվարանամ ասեմ, ես բացասական կարտեր չեմ տեսնում։ Ես տեսնում եմ այստեղ անվստահություն կամ տեսնում եմ ֆինանսներ, երկու հարցն էլ կարող է լինել։ Տեսնում եմ այստեղ կորուստ, պետք է, չգիտեմ, ծախսից եք վախենում, եթե հարսանիք պետք է լինի, չեք ուզում հարսանիք անել, կդժվարանամ ասել, չեմ ուզենա մանրանալ, ոչ մեկի չնեղացնել, բայց տեսնում եմ, որ ֆինանսական ինչ-որ խնդիրների պատճառով տղամարդը փորձում է ինչ-որ տարբերակներ, որտեղ սիրելու հետ խնդիր չունի, մարդը սիրում է։ Երևի մի փոքր ֆինանսական հարցեր ունի լուծելու, դրա համար էլ մի քիչ ձգձգվում է։ Դե եթե այդպես է հարգելներս, ես տեսնում եմ, որ ամենավերջում դուք իրականում կկարողանաք ձեր հարցերը լուծել, որովհետև վերջում տեսնում եմ հաջողություն։ Եթե կա զգացմունքներ, ամենակարևորը դա է։ Նախ աղջիկը ձեզ կհասկանա եւ կսպասի, իսկ երկրորդը դուք ինքներդ, եթե իսկապես սիրում եք, իսկ ես տեսնում եմ, որ սիրում եք եւ ուզում եք ամուսնանալ, աղջկա հետ լրջացնել ձեր հարաբերությունները, դուք արդեն զույգ եք, պարզապես պետք է մի քայլ առաջ անեք։ Պետք է երևի ֆինանսական հարցերը լուծեք, դե ես ես հաջողություն եմ ցանկանում, որովհետև տեսնում եմ հաջողության կարտը։ Հնարավոր է, մի քիչ ժամանակի հարց է երևի թե։ Դրա համար եմ ասում, ինչ որ ճակատագրական բարդ պահ է, դա պետք չէ դարձնել մեծ լուրջ խնդրեմ, պարզապես դա ինչ որ ժամանակ կխլի ձեզնից, որտեղ ես տեսնում եմ, որ անկախ ձեզնից է այս ծախսերը, միգուցե ընտանիքում ծախսեր կան, միգուցե չգիտեմ, ինչ ֆինանսական հարցեր կան, աշխատանք չունեք ինչ որ ժամանակ, ձեզնից կախված չէ։ Ես չեմ կարող ասել, որ դուք ծույլ եք, չեք ուզում աշխատել, ես այդպիսի բան չեմ տեսնում։ Աղջիկը նույնը վերաբերում է ձեզ։ Եթե կա ձեզ սիրող տղամարդ եւ ձեզ ինչ որ տարբերակներ է փտրում ավելի, չգիտեմ, լուրջ առաջարկություն անելու, ձեզ հետ լրջացնելու, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում իր որոշումների մեջ, ինձ թվում է միակ խնդիրը ֆինանսներն են։ Առայժմ ինքը չի կարողանալու ընտանիք պահել, դրա համար էլ ձգձգում է։ Եթե դուք սիրում եք, սպասեք երևի մի քիչ։ Եթե հաջողություն եմ ցանկանում, հարգելի աղեղնավորներ, զույգեր, ես տեսնում եմ, որ ներողություն, իրականում հաջողություն կլինի, մի քիչ կուշանա երևի թե, բայց մինչև լրջացնեն ձեր հարաբերությունները, շարունակեք թե հանդիպել, ինչ կարող եմ ասել, մինչև ժամանակի ընթացքում կկայացնեք ձեր լուրջ որոշումը եւ առաջարկություն կանեք կամ ուսնանաք։ Աշխատանքում տեսնում եմ արագիլ, տեսնում եմ փոփոխություն։ Եթե աշխատանք եք փնտրում, սա արդեն տնից դուրս գալու փոփոխության, տեղափոխության կարտն է, հավանաբար աշխատանք կգտնեք։ Միգուցե կգտնեք մի քիչ տնից հեռու, այդպես էլ է հնարավոր, կամ միգուցե ձեր, ասում էի, չէ՞ սկզբում, ձեր վերադասի հետ խոսում եք, հանդիպում եք, զրուցներ, միգուցե ձեզ առաջարկում են գնալ գործուղման, միգուցե դուք եք ուզում գնալ գործուղման, սա էլ կարող է լինել։ Ատար երկիր եք ուզում գնալ կամ գործուղման եւ խոսում եք ձեր վերադասի հետ, որպեսզի կարողանաք իրականացնել ձեր ցանկությունը։ Ամեն դեպքում ես տեսնում եմ աշխատանքում ինչ-որ փոփոխություն եւ տեղափոխություն։
Ես հաջողություն եմ տեսնում հարգելիներս։ Մի փոքր ամպեր կուտակված են, այսինքն հարցեր կան լուծելու, այնպես չէ որ ամեն ինչ հեշտ կլինի։ Ես չեմ կարող ասել հարցեր ինչ վիզայի հետ են կապված, փաստաթղթերի հետ են կապված, խոսակցություններ կան, կարող է մի քիչ ձգձգվում է, որտեղ էլ եմ ասում, ինչ որ հարցեր կան լուծելու, բայց երկու շատ հաջող կարտ եմ տեսնում։ Եվ սա է հաջողության կարտը եւ տեսնում եմ արև։ Այսինքն ցանկացած հարց աշխատանքում ինչ հարց է լինի, գործուղման հետ կապված լինի հատկապես, շատ լավ եմ տեսնում, հարցերը կկարողանաք լուծել։ Ես չեմ կարող ասել դուք հենց հաջորդ շաբաթ կգնաք գործուղման, բայց ես տեսնում եմ, որ զբաղվում եք այդ հարցերով եւ իրականում ձեր վերադասի հետ եթե խոսում եք, ձեզ դրական պատասխան կտան։ Պարզապես պետք է թղթային հարցերը լուծվեն, հա, երևի թե ինչ կարող են ձգձգվել, բայց ես տեսնում եմ, որ շատ դրական երկու հաջող կարտ եմ տեսնում։ Այսինքն ինչ եթե ցանկանում եք իրականանա, եթե աշխատանք եք գտնում, զրուցում եք, բանակցում եք մարդկանց հետ, ոչ բոլորը միգուցե այսպես դրական պատասխան չեն տալիս, բայց դուք կարող եք աշխատանք գտնեք, որտեղ երկու շատ ուժեղ եւ հաջող կարտ եմ տեսնում։ Մի խոսքով աշխատանքում մանր-մունր ինչ որ խոսակցություններ, խնդիրներ եթե լինում են, չգիտեմ, տեխնիկայի հետ կարող է ինչ որ ինտերնետի հետ կարող խնդիրներ լինեն, բացարձակ ոչ մի խնդրեմ չկա, ես տեսնում եմ բոլոր հարցերը շատ հեշտությամբ կարող են լուծվել։ Հարգելիներս, աշխատանքի հետ կապված ամեն ինչ շատ կլինի դրական։ Ֆինանսների հետ տեսնում եմ ինչ որ լուրի եք սպասում, նամակ եմ տեսնում եւ տեսնում եմ մի քիչ միգուցե ուշանում է, միգուցե դրսից ֆինանսներ եք սպասում, սա կարող է լինել նաեւ օտար երկրից, էլի ինչ որ լուր եք սպասում ֆինանսների։ Ես չեմ կարող ասել ֆինանսներն են ուշանում, ես տեսնում եմ լուրը։ Նախ պետք է երևի թե լուրը գա, հետո նոր ֆինանսները, իսկ լուրը կարծես մի փոքր ուշանում է։ Հետաքրքիր իրավիճակ եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ, ձեր ֆինանսների հետ կապված։ Բավականին հետաքրքիր իրավիճակ եմ տեսնում։ Ֆինանսների հետ կապված ասում է, ինչ որ լուր եք սպասում։ Ես տեսնում եմ, որ ինչ որ մանր-մունր խոչընդոտներ կան, ինչ որ ֆինանսական հարց կա, բայց ճանապարհի մեջտեղում եք մնացել, ոչ մի կերպ հարցը չեք կարողանում լուծել, վիճում եք, զրուցում եք, ինչ որ կոնֆլիկտ կա, ամեն դեպքում ինչ որ անհամաձայնություն կա, ում հետ ինչ ֆինանսական հարցեր միայն դուք կարող եք իմանալ։ Ես տեսնում եմ, որ լուրի եք սպասում եւ բավականին դրական է լուր կգա իրականում։ Եթե նույնիսկ ուշանում է, լուրը կգա։ Ես տեսնում եմ, որ լուրը կգա, անկեղծ ասած, եւ փոփոխություն կլինի դրանից հետո։ Իսկ կփոխվի ինչ է։ Ես տեսնում եմ, ինչ որ ճանապարհ է փակ։ Այսինքն լուրը որ գալիս է, հարցերը այդ լուրից չեն լուծվում, այլ պարզապես միգուցե այստեղ օցել եմ տեսնում, բայց երևի հասկանում եք, թե ով է փակում ձեր ճանապարհը, ինչու ձեր հարցը չի լուծվում։ Ինչ որ մեկի պատճառով է ուշանում է լուրը, ուշանում է, խնդիրը առաջացել է ինչ որ մեկի պատճառով, այսօցը կինը, տղամարդը կարող է կին լինել, ինչ որ մեկ, այսինքն լուրը որ կգա, փոփոխություն այն կլինի, որ դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք այս հարցը լուծել եւ հասկանաք ով է խանգարում։ Եթե խանգարում էր, չէ, խանգարող հանգամանքը մարդ էր եւ ոչ թե իրավիճակ։ Հեռացնում եք իրեն, հա, ինքն է ճանապարհը փակում, բայց իրականում դուք հաջողության կհասնեք, որտեղ ցանկացած ինչ գործարքեր որ կնքում եք, ես տեսնում եմ, որ համաձայնության կգաք։ Միգուցե համաձայնության գաք այլ մարդկանց հետ, երբ որ կհասկանաք, որ սրա հետ գործ անել չի լինում, այս մեկը ովորա է, իր հետ է խնդիրը, իրեն որ հեռացնում եք, դիմում եք մեկ ուրիշին, դրանով ձեր հարցը կլուծվի։ Փոխանակ նստել սպասել, չէ, ինչ որ մեկին, որից պետք է լուր գա, որը պետք է ձեզ համար ֆինանսական հարց լուծի, ինքը չի լուծելու, դուք կգտնեք այլ տարբերակ, որտեղ ես տեսնում եմ, որ ֆինանսական հարցերը լուծվում են։ Հարցերը լուծվում են, հարգելիներս, ինչ որ համաձայնության ինչ որ մեկի հետ կգաք, բայց ես չեմ կարող ասել ֆինանսները հաջորդ շաբաթ գալիս են, որտեղ ես ֆինանսներ անկեղծ ասած չեմ տեսնում։ Բայց հարցը լուծում եք։ Ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում, հարգելի աղեղնավորներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում այծեղ ջուրներին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Շատ զբաղված եմ, մի քիչ ուշացրեցի վիդեոները հարգելիներս։ Բայց վաղն էլ վերջին այս վիդեոն կտեղադրեմ եւ կընկնենք նորից հունի մեջ։ Տեսնենք հարգելի աջեղջուներ, ինչ է ձեզ սպասվում հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանքային հարցեր եւ ֆինանսներ։ Ես ինչ գեղեցիկ տրամադրություն եմ տեսնում հարգելի աջեղջուներ, շատ գեղեցիկ տրամադրություն։ Տրամադրված եք
դեպի սեր, նոր սեր, սիրահարված եք, հատկապես երիտասարդները կամ աղջիկների համար պարզում է, որ ձեզ սիրում են, շատ սիրված եք զգում ձեզ, նաև դուք պատրաստ եք սիրելու։ Երբ մարդը սիրահարված է, նրանք ովքեր սիրահարված են եղել նույնիսկ իմ տարիքի մարդիկ, ովքեր երիտասարդ ժամանակ չէ, ամեն ինչ այս աշխարհում վարդագույն է երևում, ամեն ինչ գեղեցիկ, դուք բարեանում եք, դուք էլ եք սկսում սիրել բոլորի, նկատել բաներ եւ մարդկանց, որ առաջ մինչեւ այդ չէիք նկատում, այդպիսի գեղեցիկ հոյակապ վիճակում եք լինելու հարգելի ատեղջուրներ, ու համենայն դեպս ձեզնից շատերը, շատ ուրախ եմ ձեզ համար, բավականին գեղեցիկ տրամադրությամբ սկսում եք շաբաթը։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ գիրք, ինչ որ բան է պարզում ձեզ համար, գաղտնիք է բացում, միգուցե պարզում է աղջիկների համար, որ ինչ որ երիտասարդ է ձեզ սիրահարված, իսկ դուք չգիտեիք։ Կամ միգուցե երիտասարդը փորձում է ինֆորմացիա հավաքել եւ ինֆորմացիա գտնել, հետաքրքրվում է իր սիրած աղջկա մասին, ուզում է ինչ-որ մեկից ինչ-որ բաներ իմանալ։ Տեսնենք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի միայնակներ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ծառ, տեսնում եմ աղջիկ, տեսնում եմ ձկներ, օձ։ Բավականին բացասական կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ աղջիկն իրականում ունեցել է հարաբերություններ կամ փորձել է, երևի թե ոչ մեկ անգամ, բայց չի ստացվել, որովհետև սա իրենից առաջ եմ տեսնում։ Այսինքն փորձեր եղել են, միգուցե ինչ-որ զգացմունքներ էլ առաջացել են, բայց ես տեսնում եմ, որ ամեն ինչ վերջացել է եւ վերջացել է այս օծերի պատճառով։ Ընդ որում ես կարող եմ ասել, որ տղամարդկանց մեղքով էլ է եղել, կանանց մեղքով էլ է եղել, հարգելներս։ Երկուսն էլ կարող եմ ասել։ Տղամարդիկ էլ շատ վստահելի չեն եղել, կանայք աղջիկներ, չգիտեմ, նախանձ, աշխատանքի վայրից, որտեղից, դրա համար եմ ասում շատերին մի կիսվեք ոչ մեկի հետ, հարգելիներս, ընդհանրապես ոչ մեկի հետ ձեր անձնական հարցերով մի կիսվեք։ Ամեն դեպքում տեսնում եմ բացասական մարդիկ ձեր շուրջը, ճանապարհը փակվում է, խոչընդոտներ առաջանում են եւ դուք մնացել եք նորից մենակ։ Պատճառը այլ մարդիկ են։ Բայց հաջորդ շաբաթ փոխվում է, տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելներից։ Նախ նորից եմ կրկնում ոչ մեկի մասին, ոչ մեկի հետ մի խոսեք, բայց ես հույսով եմ այս երիտասարդը կարող է հայտնվել, աղջիկներ, կարող է ինչ-որ երիտասարդ հայտնվել եւ ձեզ ինչ-որ առաջարկություն անել, փորձում եք զրուցել, հանդիպել, շփվել եւ տեսնում եմ, որ ճանապարհը բաց է, իրականում կարող է լինել շատ լավ տարբերակ, որտեղ երիտասարդ իսկապես լուրջ զգացմունքներ ունի ձեր նկատմամբ։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, սկսեցի շփելով, առաջարկություն պարզապես դուրս գալ շփվել, սա դեռ ամուսնություն չի, բնականաբար դուք դեռ մենակ եք, դեռ տեսնում եմ շատ գեղեցիկ ճանապարհ, այսինքն սա կարող է լինել այնպիսի մեկը, որն իրականում կարող է ձեզ դուր գալ, ճանապարհն էլ առայժմ տեսնում եմ բաց։ Մի կիսվեք ոչ մեկին, մի ասեք, հարգելներս։ Ամեն դեպքում, եթե հաջորդ շաբաթ ձեզ ինչ-որ երիտասարդ առաջարկություն անի դուրս գալու շփվելու, անպայման գնացեք, հարգելներս, անպայման։ Զույգերի համար ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ վաղուց ատեղջուրների համար այսպիսի գեղեցիկ կարտեր չեմ տեսել։ Տեսեք, հարգելներս, հաջողություն եմ տեսնում։ Ես չեմ կարող ասել անձնական հարցերում զույգերի մեջ ամուսնացած եք, ամուսնացած չեք, հաջողություն եմ տեսնում երկու կարտով։ Ես նորից կարտեր կհանեմ, բայց այս երկու կարտով որոշ երիտասարդ զույգերի համար շատ հետաքրքիր գեղեցիկ ժամանակ է սպասվում հաջորդ շաբաթ։ Եթե ուզում եք ձեր աղջկան կոնկրետ արդեն ամուսնության առաջարկություն անել, եթե, չգիտեմ, ուզում եք ինչ-որ հետաքրքիր վայր հրավիրել, եթե ուզում եք տանել ձեր տուն ծանոթացնել, հարգելի երիտասարդներ, շատ գեղեցիկ ժամանակ է։ Ես տեսնում եմ դուք շատ գեղեցիկ զույգ եք, շատ հաջող շաբաթ կունենաք երկուսով, եթե դուք քանի որ դուք զույգ եք, արդեն տեսնում եմ, որ դուք զույգ եք, շատ հաջող է։ Այս երկու կարտով այսքանը կարող եմ ասել, շատերին սա կարող է վերաբերել։ Ես կփորձեմ մանրամասներ հանել, հարգելներս, ում մանրամասները չեն վերաբերում, պարզապես այս երկու կարտով ինչ որ ասեցի, արդեն ձեզ վերաբերում էր։ Երբ որ ես մանրամասնում եմ, դա կարող է ամեն մարդու չվերաբերել։ Որոշ զույգերի համար շատ գեղեցիկ ժամանակ կլինի։ Սիրում եք, սիրված եք։ Շատ լավ է։ Այժմ տեսնենք ինչ հաջողություն է սպասվում զույգերին իրենց հարաբերություններում։ Շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում, աստվածտա այսպես է լինի, վաղուց զույգերի համար շատ դրական բաներ չէի տեսնում ատեղջուրների։ Գիտեք, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, ես տեսնում եմ այստեղ հաջողություն արդեն ասեցի, ինչ որ
կասկածներ, վախեր կային լուսնով, կարող եմ ասել ինչ որ անվստահություն կար։ Ես տեսնում եմ այստեղ շատ լավ արև, ինչ որ հաջողություն, երկու հաջող կարտ եմ տեսնում զույգերի համար։ Ամուսնացած եք թե ամուսնացած չեք նշանակություն չունի։ Լուրի եք սպասում երկար ժամանակ չէր գալիս, սա էլ տղամարդը, եւ լուրը կգա, եւ տղամարդը ինքը անձամբ կգա, եւ լուրը չգա, տղամարդը ինքը անձամբ կարող է գալ, կարող է հանդիպել, կարող է ձեզ իր սիրտը բացել, խոստովանել, ես շատ ուրախ կլինեմ, եթե այդպես լինի, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Միանք հառը, որ տեսնում եք, դա լուրը պարզապես ուշանում է, իսկ ես տեսնում եմ, որ լուրը եթե չգա, տղամարդը ինքը անձամբ կգա եւ ձեզ կասի ինչ որ պետք է ասեր, կասի իրականում կհաշտվեք, եթե հաշտված չեք, եթե խոսելու բան ունեք։ Եթե ամուսնացած եք, ամուսինը չգիտեմ, ինչ որ ճանապարհից պետք է գար, սպասում եք, պետք է հեռվից լուր գար, ինքը անձամբ կարող է գալ։ Ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում զույգերի համար, վերջապես մի գեղեցիկ բան եմ տեսնում, ում վերաբերում է նա էլ կհավերաբեր հարգելինես, շատ հաջող շաբաթ որոշ զույգերի համար, շատ ուրախ եմ։ Իսկ աշխատանքում տեսնում եմ առնետներ։ Առնետները նշանակում է կորուստ, ինչ որ բան է կորում, կամ ինչ որ բան դուք եք թողնում, որ հեռանա ձեզնից։ Եթե դուք շատ անհաջող աշխատանք ունեիք եւ ձեր աշխատանքը չէիք սիրում, ավելի լավ է թողնեք գնա, որպեսզի կարողանաք նոր ավելի հետաքրքիր աշխատանք գտնել հարգելիներս։ Իսկ եթե ոմանք կարող է աշխատանք կորցնեն, տեսնենք հնարավոր է։ Իսկ կան մարդիկ, ովքեր արդեն աշխատանք կորցրել են եւ առայժմ աշխատանք չունեն։ Իսկ եթե դուք չեք աշխատում ուրիշի համար, դուք ունեք ձեր սեփական բիզնեսը, ամեն դեպքում տեսնում եմ ինչ որ խնդիրներ կան։ Կորուստը կարող է լինել հաճախորդի կորուստ, կարող է լինել կոնտրակտի կորուստ, ինչ որ մի գործ պետք է անեք, չստացվեց։ Տեսնենք։ Այս ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Հարգելիներս, աշխատանքի վայրում ես որոշ աջակցությունների համար բավականին խնդիրներ եմ տեսնում։ Ցավալի է, բայց ես ինչ տեսնում եմ, այն էլ պետք է ասեմ։ Ես շատ կարտեր հանեցի, ուզում եմ ինչ-որ մի դրական լուծում տեսնել, չեմ տեսնում։ Եկեք շատ երկար բարակ չխոսեմ հարգելիներս։ Ինչ որ ճակատագրական բան է եղել, ես կարող եմ ասել, միգուցե որոշ աջակցություններ աշխատանք են կորցրել։ Տեսնում եմ օդ, կին եմ տեսնում, ինչ որ կնոջ պատճառով, ինչ որ մեկի պատճառով ձեզնից շատ անկախ, նաև լավ մարդիկ են եղել։ Ձեր վերադասը կարող է նաև լավը եղել է, բայց չեն կարողացել իրավիճակը փրկել, ամպեր են կուտակված։ Եթե աշխատանք կորցրել են որոշ մարդիկ, ես այդպես կարող եմ ասել, ինչ որ մարդիկ շատ այսպես անհաջող գոլեգաներ եք ունեցել եւ նույնիսկ եթե մարդիկ վերադասերը կարող է ձեզ շատ էլ գնահատել են, փորձել են խորհուրդ տալ, մեղմացնել վիճակը, ես տեսնում եմ, որ իրականում չի ստացվել։ Կարող է դուք հեռացել եք, կարող է ձեզ աշխատանքից հեռացրել են, բայց ոչ թե դուք վատ աշխատող եք, այլ որովհետեւ ինչ որ մեկը խառնվել է այդ գործին։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում դուք կամ տնից ինչ որ գործ ունեք անելու, լրիվ երևի անգործ չեք, ինչ որ մանր-մունր աշխատանք ունեք անում եք, ֆրիլանս եք անում, օնլայն ինչ որ գործեր եք անում, չեմ կարող ասել, բայց իրականում սպասում եք ավելի մեծ փոփոխության։ Ես կարող եմ ասել ձիավորով դուք սպասում եք, որ ավելի լուրջ փոփոխություն լինի եւ ուզում եք երևի թե կոնկրետ աշխատանք գտնել, բայց տեսնում եմ, որ առայժմ չի ստացվում։ Բայց ես չեմ տեսնում, որ դուք պարապ-սարապ եք, էլի եմ կրկնում, ես տեսնում եմ, որ դուք իրականում ինչ որ բան անում եք, տնից ինչ որ գործեր անում եք, միգուցե օնլայն։ Աշխատանք երևի թե փնտրում եք, ես չեմ տեսնում առայժմ աշխատանք գտնում եք, հարգելինես էլ եմ ասում, շատ նոր ինչ որ ջրի երես են դուրս գալիս։ Ես տեսնում եմ էլի կոլեգաներ, էլի կոնֆլիկտներ եմ տեսնում, կդժվարանամ ասել, ես չգիտեմ, շարունակվում է, միգուցե նեղվել եք ինչ որ ժամանակ գործից չեք գնացել, տանն եք մնացել, բայց գործից դուրս չեք եկել, բայց ես տեսնում եմ, որ նորից էլի շարունակվում են, վեճեր են, շարունակվում են, շատ բացասական խոսակցություններ, մինչև որ ի վերջո կգաք համաձայնության, իսկ ինձ թվում է այս համաձայնությունը իրականում ոչ թե համաձայնություն, այլ դուք ուղղակի կորոշեք երևի աշխատանքից դուրս գալ։ Եվ կարծում եմ դա կլինի ձեզ համար լուծում, որտեղ մի հոգի չէր, 2-3 հոգի կար, որ շատ կոնֆլիկտային մարդիկ էին։ Կդժվարանամ ասեմ, թե խնդիրն իրականում ինչումն էր, բայց ես չեմ տեսնում, որ խնդրեմը դուք եք, ես տեսնում եմ ձեր շրջապատի մարդիկ են ավելի շուտ խնդիրներ ստեղծում ձեզ համար։ Տեսնենք էլ ինչ կարող եմ տեսնել։
Հետաքրքիր է, կարտերը ասում են ինչ որ պետք է ասեն։ Տեսնում եմ էլի տուն, տեսնում եմ այստեղ սարերը, ժայռերը, այնտեղ էլ էի տեսնում ժայռեր, այստեղ տեսնում եմ էլի օդ, տեսնում եմ դուք ընտրության առաջ եք կանգնած։ Հարգելին այս նույն բաներն եմ տեսնում։ Այսինքն, եթե դուք մի քիչ տանը մնացել եք, չեք գնում աշխատանքի, նեղվել եք, կարող է այդպես էլ լինել, կարող է տնից ինչ որ գործեր անում եք, կամ պարզապես որոշել եք մնալ տանը, որտեղ նեղվել եք, բարկացել եք, չգիտեմ, վիճել եք աշխատանքի վայրում, դեռ չեք որոշել հեռանաք, չհեռանաք, չեք հեռացել, պարզապես առաժամանակ աշխատանքի չեք գնում։ Ես տեսնում եմ այստեղ էլի ինչ որ խնդիրներ կան օծերի պատճառով։ Նույն կարտերն եմ տեսնում, հարգելիներս, ոչինչ չփոխվեց։ Սա ընտրության կարտն է։ Պետք է ընտրություն կատարեք, որոշեք, ուզում եք մնալ, թե ուզում եք գնալ։ Նույն այսքան կոնֆլիկտների դեպքում, գիտեք, եթե աշխատանքը չգիտեիք, կարող եք սովորել, բայց այսքան կոնֆլիկտների մեջ կդժվարանամ ասել, ես խորհուրդ չեմ տա, ձեր որոշումն է, բայց դուք պետք է որոշում կայացնեք, բավականին բարդ վիճակ է։ Ես վերջում տեսնում եմ հաջողության կարտը, ինչը նշանակում է ինչ էլ որոշեք ճիշտ կլինի ձեզ համար։ Եթե դուք որոշեք հեռանալ, ես այստեղ իրականում կորստի կարտն եմ տեսնում, եթե որոշեք հեռանալ, դա իրականում ձեզ համար հաջող կլինի։ Աջակցություն աշխատող մարդ է, ես չեմ կարծում դուք երկար ժամանակ առանց աշխատանքի մնալու եք, հարգելներս։ Ճիշտ կլներ որոշել եւ հեռանալ, որպեսզի կարողանաք ավելի լավ աշխատանք գտնել։ Այդպիսի կոլեկտիվում շատ բարդ էր աշխատելը։ Բայց ես չեմ կարող խորհուրդ տալ, կարտերն են խորհուրդ տալիս։ Ամեն դեպքում որոշումը մնում է ձերը, հարգելներս։ Ֆինանսներում տեսնում եմ փոփոխություն։ Ինչ որ բան վերջանում է, այդպես էլ կարող է լինել։ Փոփոխությունը կարող է լինել ինչ որ բանի վերջ։ Օրինակ վարկ ունեիք, երկար տարիներ վարկ եք փակում, վերջապես կարող է վարկը փակեք եւ վերջացնեիք։ Կարող է ինչ որ մեկին պարտք էի, կարող է պարտքը փակեք, վերջացնեիք։ Կարող է ձեզ էին պարտք, վերադարձնում են, դուք էլ եք գլխացավանքից եւ սպասելուց եք ազատվում։ Կարող է ամեն դեպքում փոփոխություն կարող է լինել ձեր ֆինանսներում։ Տեսնենք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աջակցություններ։ Շատ հետաքրքիր։ Ես տեսնում եմ որոշ ժամանակ ֆինանսները կանգնել էին, չէին շարժվում, կամ ձեր ծախսերն էին շատացել պարզապես եւ խնդիր էր առաջացնում, այսինքն ձեր ծախսերը ավելացել են ինչ-ինչ պատճառներով եւ ֆինանսները չէին բավարարում, դուք ֆինանսական խնդիրներ ունեիք, ես տեսնում եմ փոքր գումարներ աշխատում եք, միգուցե միտեղ չեք աշխատում նաեւ երկրորդ ինչ որ կողքից էլի ինչ որ ֆինանսի աղբյուր գտել եք, էլ ինչ որ գործեր եք անում, մանր-մունր էլի մի քիչ գումար վաստակում եք, բայց ես իրականում ավելի շատ էր պետք, այսինքն ձեր ֆինանսը մի քիչ փորձում եք փոխել, բայց դա մեծ հարցեր լուրջ չէր լուծում։ Միևնույն է, ձեր ծախսերն ավելի շատ են, կոնֆլիկտի կարտը դա կարող եմ ասել, ձեր վաստակածը ձեզ չէր բավարարում, որովհետև լրացուցիչ ծախսեր կային։ Ես տեսնում եմ այստեղ բանալի տարբերակներ եք փնտրում, ընտրություններ, որոշումներ եք կայացնում, ինչպես կարող եք, սա էլ տեսնում եմ ֆինանսները։ Հարգելիներս, դու կարողանաք գտնել տարբերակը։ Ես չեմ կարող ասել ֆինանսների կարտը արդեն տեսնում եմ, ես չեմ կարող ասել ֆինանսները հենց հաջորդ շաբաթ ձեզ կգան, բայց կարող եմ ասել, որ դուք ձեր ֆինանսական հարցերը կլուծեք, այսինքն հաջորդ շաբաթ գոնե կգտնեք բանալին, ինչպես կարող եք, ինչ որոշում եք կայացնում, ինչպես կարող եք ֆինանսները ավելացնել։ Ես հաջողություն եմ տեսնում եւ ել եմ ասում, տեսնում եմ փոփոխություն, դրական փոփոխություն։ Խնդիրներ ունեի, կանգնած էին ֆինանսները, կսկսեն գալ։ Բայց ինչպես կդժվարանամ ասել, դուք ինքներդ կկարողանաք գտնել, ինքներդ կլուծեք ձեր ֆինանսական հարցերը։ Իսկ որ կլուծեք, ես դա հաստատ կարող եմ ասել։ Իսկ անձնական հարցերում շատ գեղեցիկ, հետաքրքիր, սիրային շաբաթ էր սպասում մեր աջակցություններին։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ օգոստոսի 1-ից 8-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ թրջուններ։ Սա նշանակում է շատ շփվող կլինեք, շատ հաղորդակցման, շատ կշփվեք, շատ կհաղորդակցվեք ձեր ծանոթների, ընկերների հետ։ Միգուցե աշխատանքի վայրում եք շատ զբաղված։ Անդադ տեսնում եմ մարդիկ, որ անդադ խոսում են, միգուցե բլոգեր եք, միգուցե հաղորդավար եք, լրագրող եք, չգիտեմ, ինչ գործով եք զբաղված, որ դուք անընդհատ խոսում եք։ Շատ կլինի շփումը կլինի մարդկանց հետ, դուք ինքներդ եք ձեր ծանոթների, հարազատների հետ, չգիտեմ, on-line եք շփվում թե անձամբ,
բայց ես տեսնում եմ շատ խոսակցություններ, շատ զրույցներ։ Միայնակների համար տեսնում եմ մատանի, որոշ ջրհոսներ հաջորդ շաբաթ կարողանան զույգ գտնել իրենց։ Սա ամուսնություն չի նշանակում, որտեղ եթե դուք միայնակ եք, պարզապես կարող եք ձեզ գտնել զույգ։ Շատ հավանական է։ Այ միգուցե շփվում եք, on-line եք շփվում, չգիտեմ, ժամադրությունների կայքերում շփվում եք մարդկանց հետ, փորձում եք ձեզ զուգընկեր գտնել, Աստված տա հաջորդ շաբաթ գտնեք։ Որոշ մարդիկ ամեն դեպքում միայնակ ջրհոսներից կլինեն բավականին հաջողակ, այսինքն կլինեն հաջողակ զույգ գտնելու հարցում։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ, շատ հաջող շաբաթ եմ տեսնում, իսկապես որոշ ջրհոսներ կկարողանան գտնել զույգ եւ շատ տարբեր վայրերում։ Տեսնում եմ մարդը տանը նստած, այսպես գրքով ուսումնասիրում է կամ ինչ որ կայքերում, շփվում են մարդկանց հետ, ծանոթանում են, ընդհանրություններ ունեն իրար հետ եւ որոշումներ են կայացնում։ Որոշում են հանդիպել, տեսնում եք, եւ կին եմ տեսնում, եւ տղամարդ, միջին տարիքում եք, երիտասարդ եք, նշանակություն չունի։ Սա այն մի քանի տարբերակներ եմ տեսնում, շատ հետաքրքիր է, հարգելի ջրհոսներ։ Ես վերջում տեսնում եմ, այստեղ վերջում կասեմ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում բոլորի համար։ Տեսեք, այստեղ տեսնում եմ հետաքրքիր զույգ, նույնիսկ եթե շատ երիտասարդ չեն, արդեն ասեցի միջին տարիքում, դուք on-line տանը նստած շփվում եք իրար հետ, այսպես, եւ պարզվում եք ձեր մասին ինֆորմացիա, կիսվում եք իրար հետ, ինչ եք սիրում, ինչ նախասիրություններ ունեք, եւ կարող եք գտնել իրար, որտեղ տեսնում եմ, իրականում կարող են մարդիկ իրար իսկապես կարող են գտնել եւ դառնալ զույգ։ Սա մի զույգի մասին է խոսքը, որոշ մարդկանց դա կարող է վերաբերել։ Որոշ մարդկանց համար բանալին կլինի հետաքրքիր ժամանցի վայրեր գնալը։ Նույնիսկ հետաքրքիր ժամանցի վայրեր գնալով էլ կարող եք դրսում մարդկանց հանդիպել, չգիտեմ, ինչ ժամանցի վայրեր եք գնում, կարող եք հետաքրքիր մեկին հանդիպել, ելի գտնել ձեզ զույգ շատ պատահաբար, հարգելներս։ Որոշ մարդիկ կարող է ճամփորդության ժամանակ գնան ճամփորդության եւ այնտեղ հանդիպեն ինչ որ մեկին։ Տեսնում եմ այստեղ տղամարդ, տեսնում եմ այստեղ կին։ Տղամարդն է ճամփորդում, կնոջ է հանդիպում, կինն է ճամփորդում, տղամարդու է հանդիպում։ Ես ասում կին տղամարդ, հարգելներս, նկատի ունեմ նաեւ աղջիկ ու տղա, պարզապես որպեսզի չմանրացնեմ, երկուսն էլ ասում եմ, նայած թե ինչ տարիքում են։ Եվ աղջիկների եւ տղաների համար կարող է ճիշտ ճամփորդության ժամանակ էլ կարող եք հանդիպել, աշխատանքի վայրում էլ կարող եք հանդիպել։ Սա էլ ձեր սերը, սրտի կարտը վերջում։ Շատ տարբերակներ ունեք, հարգելի ջրհոսներ, շատ ակտիվ աշխուժ եղեք, այ ձեր այս շփումը անիմաստ չի անցնի։ Եվ ժամադրության վայրեր գնացեք, եւ ճամփորդելու, ուշադիր եղեք ձեր 4 կողմը։ Ես շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Իսկապես որ երևի եթե տանը նստում եք 4 պատի մեջ ոչինչ չեք անում, միայն այդ դեպքում ոչ մեկի չեք հանդիպի։ Մնացած դեպքերում շատ հաջող շաբաթ ձեզ համար շատ հետաքրքիր, գեղեցիկ ժամանակ է սպասվում։ Ինչ հետաքրքիր է, այսպեսի բան չէի տեսել։ Տարբեր տարբերակներով կարող եք ինչ որ մեկին գտնել։ Իսկ զույգերի մեջ տեսնում եմ առնետներ, զույգերի մեջ տեսնում եմ մի փոքր խնդիրներ, ինչ որ կորուստ։ Միանգամից պետք չի բացասական ընդունել կորուստն իհարկե։ Կորուստը կարող է լինել շատ տարբեր, կարող է ժամանակ եք կորցնում իզուր, չգիտեմ, կարող է պարզապես ինչ որ մեկին հեռացնում եք ձեր կյանքից, որը խանգարում է ձեր զույգի հարաբերություններին, այդպես էլ կարող է լինել։ Տեսնենք ինչի մասին էր այստեղ խոսքը։ Գիտեք, հարգելներս, կարող եմ ասել, այստեղ տեսնում եմ օծքին, տեսնում եմ այստեղ երեխա, տեսնում եմ այստեղ խոսակցություններ, խոսք են տանում բերում։ Կարող է, այստեղ տեսնում ինչ որ կին կա, ամեն դեպքում կա ինչ որ մի կին։ Ես չեմ կարող ասել այս կինը ով է, տան անդամ է, թե ձեր տան անդամ չէ, ընկերուհի է, գործընկերուհի է, հարևանուհի է, ազգականուհի, չեմ կարող ասել սա ձեզ հետ ինչ կապ ունի։ Եթե այսպիսի վիճակում լինեք, ձեզ ծանոթ լինի, դուք գլխի կընկնեք։
Դուք կարող եք միջալուց ամուսնացած լինեք, երեխա ունենաք, միևնույն է, ես տեսնում եմ, այստեղ կարող եք ամուսնացած չլինեք, բայց ես տեսնում եմ, ինչ որ մեկը շատ է փորփրում է ձեր անձնական կյանքը, խոսակցություններ, բամբասանքներ, տանում է, բերում է, տնից տուն է գնում, այդպես կարող եմ ասել, ինչ որ մեկը ինչ որ հարցում, միգուցե դրան պետք է ձեր կյանքից հեռացնեք։ Ես իրականում տեսնում եմ, որ դուք լուրը կլսեք իմանաք, շատ արագ էլ կպարզեք ձեզ համար, թե դա ով է, եւ մի փոքր հետո կոնֆլիկտ խնդիր կունենաք, միգուցե ուղղակի ձեր տնից դրա ոտը կկտրեք, կվերջացնեք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը, որտեւ ես տեսնում եմ, այստեղ ձեր ընտանիքում իրականում ամեն ինչ նորմալ է, ուղղակի ինչ որ մեկը ավելորդ, տեսնում եք, այստեղ ձկներ եմ տեսնում, շատ նորմալ է, հայր է միգուցե, այստեղ որդի եմ տեսնում, այստեղ արև եմ տեսնում, բայց արանքում ես ինչ կոնֆլիկտային հարց, ձեր տանն էլ կարող է լինել, չգիտեմ, տեքը, տեքուր կին է, ինչ որ մեկը կա, որ ինչ որ խոսակցություններով կամ պարզապես շատ է վիճում, անընդհատ վեճերի մեջ է եւ միգուցե կորուստը ինչ է, չգիտեմ, ուզում եք ինքը հեռանա տնից, ուզում եք դուք հեռանալ տնից, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ զույգերի մեջ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, զույգերը իրենք, այսպես երիտասարդը սիրում է, արևով շատ հաջող է տեսնում, ձեր մեջ կան ինչ որ մարդիկ կան, որոնք խառնում են, կարող են ամուսինները լինել, էլի եմ ասում, կարող են նույնիսկ երեխա ունենալ, ամեն դեպքում ինչ որ մեկի խոսակցությունների պատճառով ինչ որ կոնֆլիկտային մարդիկ կան, ձեզ համար խնդիրներ են ստեղծում, բայց ես տեսնում եմ, որ դուք կկարողանաք խնդիրներ լուծել, պարզապես այդ մարդկանց հեռացնելով ձեր կյանքից։ Դուք եք իրենցից հեռանում, իրենց ոտն եք ձեր տնից կտրում կամ իրենք են հեռանում, կդժվարանամ ասել, բայց ես տեսնում եմ, որ ամեն ինչի վերջո պետք է լինի ձեր սրտով։ Դուք իրականում զույգերով խնդիրներ չունեք, կողքի մարդկանց հետ է։ Էլ եմ ասում, ընտանիքի անդամ են, թե ընտանիքի անդամ չեն, պետք է այդպիսի մարդկանց հեռացնեք ձեր կյանքից։ Այդ տեսնում եք, ես թռչուններով էլ սկսում խոսակցություններ, այ խոսակցությունները ձեր ականջին կգան հասկանան, որ ձեզից բամբասում են, խոսում են, բայց իրականում դուք երկուսով այդ հարցերը կլուծեք, տղամարդը հատկապես։ Աշխատանքի վայրում տեսնում եմ ամեն ինչ մի տեսակ այսպես լճացել է, կանգնել է տեղից, չի շարժվում, դա ձեզ մի քիչ երևի ձանձրացնում, տխրեցնում է։ Միգուցե եթե աշխատանք չունեն որոշ ջրհոսներ, ինչ որ երկար ժամանակի աշխատանք չեն կարողանում գտնել, դրանից են ձանձրանում եւ նեղվում են։ Կան մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը չեն սիրում, աշխատում են, որտեղ աշխատանքը պետք է, գումար է պետք աշխատել, բայց իրականում իրենց աշխատանքը իրենց սրտով չէ։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, գիտեք, կարող եմ ասել, տեսնում եք, այսպես ղարի 9-ը տեսնում եմ, տխուր, ինչ որ տխուր վիճակ է, դուք ինչ որ բանից դժգոհ եք, իսկ ես տեսնում եմ կոնֆլիկտային մարդ։ Կարող եմ ասել, ձեր աշխատանքի վայրում կամ ընդհանրապես աշխատանքից եք դժգոհ, կամ ինչ որ մեկից եք դժգոհ, ինչ որ մեկ գոլեգաներից, ինչ որ մեկի հետ խնդիր ունեք։ Ես գիտեք, տեսնում եմ, որ շատ դրական մարդիկ էլ կան այստեղ։ Իրականում դուք պետք է զրուցեք։ Բանալին ձեր վերադասն է իմիջիայլով։ Ձեր աշխատանքի վայրում կա ինչ որ մեկը, որն իրականում ձեզ շատ հավանում է, ինքն է, բանալին ինքն է, ասիկա լուծում այս մարդու մեջ է, վերադասը, կին տղամարդ նշանակություն չունի, ով է, ձեր աշխատանքի վայրում, ինչ որ մեկի հետ խնդիր ունեք, կա ինչ որ ղեկավարանց, որը կկարողանա հարցը լուծել ձեզ համար, եւ շատ դրական լուծել, փոփոխություն, կարող է ձեզ սենյակը փոխել, նույն սենյակում չնստեք, օֆիսում չնստեք այդ մարդու հետ, ես չգիտեմ, կարող է նրան տեղափոխել մեկ այլ շենք, ես ինչ տարբերակներ կա, որտեղ եք աշխատում, չգիտեմ, բայց հնարավոր է ինչ որ տեղափոխություն եւ հնարավոր է հարցի լուծում, տեսնում եք, Ղարի 9-ից բացասականից եկանք դրական փոփոխություն, շատ դրական փոփոխություն կարող է լինել եւ կարող է լինել ձեր վերադասի շնորհիվ։ Պարզապես փորձեք զրուցել ինչ որ մեկի հետ, ով կկարողանա ձեզ համար հարցը լուծել։ Իսկ հարցը հաստատ կարող է լուծվել ինչ որ տեղափոխությամբ իմիջիայլոց կարող է լուծվել։ Ով է ում է տեղափոխում, այդ մարդուն է տեղափոխում, թե ձեզ է մեկ այլ բաժին տեղափոխում, ես չգիտեմ, բայց ես տեսնում եմ, որ հարցը իրականում կարող է լուծվել եւ շատ դրական եւ ձեր օգտին։ Տեսնում եմ ղարի տուս ֆինանսներում, շատ հետաքրքիր է, տեսնում եմ կին, ինչ է նշանակում, կինը, ինչ-որ միգուցե ինչ-որ կնոջ հետ եք խոսում, զրույցներով կարող եմ ասել ընդհանուր տրամադրությունը շատ եք շփվում, միգուցե ինչ-որ մասնագետի հետ եք խոսում ֆինանսական հարցերով, ինչ-որ կնոջ հետ ինչ-որ գործարքներ եք փորձում կնքել, կարող է բանկի աշխատող լինեն, կարող եք ծանոթ լինել ուղղակի։ Գիտեք, ես կարող եմ ասել ղարի տզով, երևի ինչ որ կնոջ հետ խոսում եք, բանակցում եք, բայց ամպեր են կուտակված, այսինքն ոչ միտեղ գործ առաջ չի գնում, այս առաջ խաղացման կարտն էր, խոսում եք, զրուցում եք ինչ որ մեկի հետ,
հարցը չի լուծում։ Եթե կնոջ հետ չեք խոսում, այս կինը դուք եք, որտեղ դուք ինչ որ հարց ունեք լուծելու, բայց ամպեր են կուտակված, ձեզ չեն օգնում, դուք չեք կարողանում։ Առաջ խաղացում չկա, ձեր գործը տեղից չի շարժվում, այդպես կարող եմ ասել։ Ֆինանսական կորուստներ չեմ տեսնում։ Պարզապես տեսնում եմ դուք ֆինանսների հետ ինչ որ հարց ունեիք, այդ հարցը ինչ որ ձևով չի լուծվում։ Տեսնում եմ, որ դուք ինչ որ ճանապարհի կեսին եք, այո, դուք ինչ որ հարց ունեք, ինչ որ ֆինանսների հետ կապված ինչ գործ եք անում, ճանապարհի կեսին եք մնացել, չեք կարողանում առաջ շարժվել, աճ չկա, հաջողության չեք հասնում։ Ես չեմ տեսնում մարդիկ ում հետ կարող են ել խնդիրներ, տեսնում եմ բանալի, տեսնում եմ արև, հարգելիներս։ Այսինքն դուք անպայման հաջորդ շաբաթ կգտնեք տարբերակը։ Սկսեցինք ղարի տզով, վերջացավ իրականում վերջացանք քարպինջի տզով, արևով։ Այսինքն դուք կգտնեք հարցը։ Սա կամ կին է, որի հետ խնդիր կար, որի հետ չեք կարողանում ինչ-որ հարցեր լուծել, կամ այս կինը, եթե դուք եք կարող եք լինել, կարող է նաև տղամարդ լինել, բայց եթե դուք եք ինչ-որ հարց չեք կարողանում լուծել, մի տեսակ հուսալքված եք, ես իրականում տեսնում եմ դուք կգտնեք տարբերակներ։ Ինչ տարբերակ էլ որ գտնեք, ինչ էլ որ մտածեք, փորձեք իրավիճակը փոխել, ձեզ համար շատ հաջող կլինի։ Ես չեմ տեսնում ձեզ հաջորդ շաբաթ ֆինանսներ գան, բայց ես տեսնում եմ, որ այն աճը, որ խանգարում էր ինչ-որ մեկից, եթե կախված էր, չէիք կարողանում հարցը լուծել, իրականում կկարողանաք լուծել։ Այսինքն դուք լուծումը կգտնեք։ Ինչպես հասնեք ձեր ֆինանսական հաջողության, բայց ֆինանսներ կարող է հաջորդ շաբաթ դեռ չգան։ Տեսնենք ինչ է սպասվում ձկներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 1-ից 8-ը։ Շատ զբաղված էի, ես մի օր ուշացրի, հարգելիներս, ներողամիտ կլինեք, պարզապես բավականին զբաղված էի, չէի հասցնում։ Տեսնենք, ինչ է սպասվում մեր հարգելի ձկներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Բարդ կարտ եմ տեսնում ընդհանուր տրամադրությունը, հարգելի ձկներ, ձեր կամքից անկախ, ձեր անելով չի, ինչ որ հարց կլինի, որ կզբաղացնի ձեզ հաջորդ շաբաթ, չգիտեմ, ձեր միտքն է զբաղեցնում կամ ձեր առօրյան, ինչ է հանկարծ ձեզնից անկախ, կդժվարանամ ասել։ Տեսնենք մի կարտով կարող է ինչ որ օգնել։ Ինչ որ անսպասելի ինչ որ բան է տեղի ունենում, դա կարող է լինել լավ եւ վատ, տնից տեղից հեռու թող լինի միայն լավ, բայց ինչ որ ճակատագրական որոշում, ինչ որ փոփոխություն, էլ եմ ասում, լավ էլ կարող է լինել, պարտադիր չի խաչը բացասական լինել, ուղղակի ես այսպես մի կարտով կդժվարանամ ասել։ Լավ, չեմ կարող ասել, տեսնում եմ, բայց չեմ կարող ասել հարգելիներս։ Ինչ որ բան է լինում, ամեն դեպքում հարգելիներս ոչինչ չեք կարող անել, ճակատագրական ինչ որ իրավիճակ է ստեղծում որոշ ձկների համար, բոլորի համար չի կարող լինել։ Ես միայնակների համար տեսնում եմ ամպեր են կուտակված։ Մի քիչ տխուր են միայնակները, միգուցե տխուր են, որտեղ մենակ են, միգուցե տխուր են, որտեղ անձնական կյանքը չի ստացվում, ինչ որ ժամանակ փորձեր անում են։ Տեսնենք։ Հարգելի ձկներ, իրականում ձեր անձնական կյանքում տեսեք ինչ հոյակապ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, այս անձրևի, չգիտեմ, ամպերի հետ բոլորովին չի սազում։ Եվ իրականում տեսեք այդ ճակատագրական ձեզնից անկախ կարող է լինել, սա կարող է լինել նաև դրական, այսինքն ինչ որ բան կարող է ձեր կյանքում փոխվել։ Ձեր կյանքում կարող է ամպերը ցրվում են, ես շատ եմ սիրում այդ ամպերը ցրվում են, արև է դուրս գալիս։ Գիտեք, շատ պատահաբար կարող է ինչ-որ մի մարդ կա ձեր կյանք, ինչ-որ մեկի հետ կարող եք ծանոթանալ։ Կարող է տղամարդկանց կյանք ինչ-որ կին գալ, կարող է կանանց կյանքում տղամարդ գալ, կամ աղջիկներ, տղաներ, նշանակություն չունի տարիքը։ Այսինքն ուզում եմ ասել, որ ճանապարհը բացում է, ձեզ համար անձնական հարցերում ճանապարհ է բացում, հարգելի միայնակներ։ Մարդը ինչ որ անձ է գալիս, այսպես շտապելով էլ գալիս է ձեր կյանք։ Պատահաբար կարող է ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, գիտեք, զրուցում եք, շփվում եք ինչ-որ մեկի հետ, կամ օնլայն, կամ անձամբ, ինչ որ միտեղ, ոչ մի բան էլ չեք մտածում, բացարձակ տրամադրված չեք, դա ինչ որ բան կարող է դառնալ, իրականում կարող է դառնալ, շատ հաջող կարող է լինել։ Դե ես չեմ կարող ասել հենց հաջորդ շաբաթ կսիրարվեք, զույգ կդառնա, բայց եթե հաջորդ շաբաթ ձեր կյանք գա ինչ որ մեկը, որի հետ պարզապես զրուցում շփվում եք, ես տեսնում եմ հոյակապ կարտեր, որ ապագայում դա կարող է իրականում վերածվել լուրջ հարաբերությունների,
շատ գեղեցիկ եմ տեսնում, այ դա էլ եմ ասում, խաչով կարող է լինել շատ ճակատագրական հանդիպում, շատ պատահաբար, դրա համար եմ ասում, միշտ չի, որ խաչը կարող է բացասական նշանակություն ունենալ։ Դուք ոչինչ չեք անում, դուք ուղղակի զրուցում եք, օնլայն եք զրուցում, ինչ-որ տեղ եք, հյուր եք գնում, պատահաբար մեկի հետ զրուցում եք եւ հետո դառնում է իրականում ճակատագրական հետաքրքիր գեղեցիկ մի բան։ Իսկ զույգերի հետ այս կապած տեսնում եմ ծառ, ծառը նշանակում է աճ, նշանակում է առաջխաղացում, մեծանում է ձեր ընտանիքը, եթե դուք ընտանիք ունեք, նաև ձեր հարաբերությունները մի քայլ առաջ են գնում, դուք որոշումներ եք կայացնում, ուզում եք ավելի այսպես ամրացնել ձեր հարաբերությունները, ինչը նշանակում է, եթե պարզապես ընկերություն եք անում, այժմ կարող եք նշանվել, ամուսնանալ, տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելներս։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ հղիության հարցեր եմ տեսնում, որտեղ երեխա եմ տեսնում։ Փորձեմ շատ կարտերը հատ բոլորը չասել։ Ես տեսնում եմ ամեն դեպքում ձեր ընտանիքը պետք է մեծանա, դուք ուզում եք, եթե խոսում ենք հղիության մասին, առաջինը խոսամ այդ մասին։ Այսինքն, եթե դուք ամուսնացած եք եւ չեք կարողանում հղիանալ, ընտանիքը մեծանալու գտնում ինչ-որ խոչընդոտ ամեն դեպքում կա, եւ տեսնում եմ, որ դուք փորձում եք փոխել իրավիճակը, այսինքն ուզում եք երեխա ունենալ, այդպես կարող եմ ասել ավելի կարճ, եւ ուսումնասիրում եք, եւ հետաքրքրվում եք, սա էլ երեխա եմ տեսնում, եւ բժշկի եք դիմում, մասնագետների դիմում եք, գիտեք, ես տեսնում եմ, որ այստեղ կա ինչ-որ մի կին, սա կարող է իրականում օձ է, այս դեպքում կարող է դրական լինել, իմաստուն կին լինել, բանիմաց կին լինել։ Ես տեսնում եմ ինքը ձեզ իրականում բանալին, այսինքն խորհուրդ է տալիս։ Միգուցե ճանապարհ գնալ, այսինքն որտեղ որ դուք ապրում եք, այդտեղից մի քիչ հեռու, միգուցե երկրից հեռու, ձեր քաղաքից, գյուղից հեռու կա ինչ-որ մեկը, որ կարող է ձեզ օգնել։ Այսինքն ձեզ խորհուրդ են տալիս ճանապարհ գնալ, ինչ-որ ճանապարհ պետք է գնաք։ Դժվարանամ ասել, ճանապարհ առայժմ տեսնում եմ փակ է, բայց ես հետո բավականին գեղեցիկ կարտեր եմ տեսնում, իսկ վերջում ես տեսնում եմ փոփոխություն եւ սա ես դիտում եմ նաեւ որպես հղիկին, այսինքն ձեր վիճակը կարող է փոխվել, չի կարողանում հղիանալ, իրականում կկարողանաք։ Ամեն դեպքում ես տեսնում եմ ինչ-որ ճանապարհի հետ է կապված։ Ձեզ տարբերակներ են առաջարկում, զրուցում եք, շատ եք շփվում, եւ այստեղ էլ եմ տեսնում արագության կարտը, ճանապարհի կարտը, գիտեք, ինչ որ ճանապարհ կարող է լինել, ձեզ ինչ որտեղ են ուղարկում, ինչ որտեղ գնում եք, չգիտեմ, միգուցե ավելի լավ մասնագետներ կան, միգուցե երկրից դուրս հատուկ ինչ որ տարբերակ է, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ դուք ի վերջո ինչ որ մի ժամանակ չեմ կարծում սա մի շաբաթ կլինի, բայց ես տեսնում եմ, որ դուք այս հարցով շատ եք զրուցում եւ ես ոչ մի բացասական կարճ ճիշտ ասած չեմ տեսնում, միակ սա է ճանապարհը փակ է, բայց ես տեսնում եմ, որ իրականում շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, այսինքն եւ ես հենց սկզբում տեսա ծառ, ինչը նշանակում էր, որ իրականում ձեր ընտանիքը կարող է նաեւ ավելանալ, այսինքն եթե այսպեսի խնդիր կար, ինչ որ մեկը ձեզ խորհուրդ է տալիս գնալ ինչ որ մեկի մասնագետի տեսնել, գնացեք տեսեք, անպայման լսեք խորհուրդը, որովհետեւ հիշում եք խաչով էլ ճակատագրական ինչ որ բան, արո կարող է ինչ որ մեկը շատ տնից հեռու է, շատ մոտիկ չի ձեզ, բայց կարող է իրականում մարդը ձեզ օգնել, ես որտեղ վերջում տեսնում եք, այստեղ առածով տեսնում տխուրկին, այստեղ տեսնում եմ հղիկին, ուրախկին, փոփոխություն կարող է լինել, այդ հարցը կարող է փոխվել եւ լուծվել։ Ես ուրիշ բացասական առանձնապես կարտեր չեմ տեսնում։ Եթե հղիության մասին չի խոսքը, տեսնենք ուրիշ էլ ինչեր կարող եմ այստեղ տեսնել, հարգելներս, 1 րոպե ես փորձեմ։ Տեսնում էի ծառ, ընտանեկան ինչ որ հարցեր կան զույգերի կյանքում։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ կինը մենակ է, խնդիրներ կան։ Ինչ որ պատճառ կա, ինչ որ խնդիր կա, որ մենակ է։ Միգուցե ամուսինը հեռու է, ճանապարհը տեսնում եմ փակ է, այսինքն միգուցե ամուսինը հեռու է, ճանապարհը փակ է, չի կարողանում գալ ինչ-ինչ պատճառներով։ Իսկ ինքը իրականում ամուսնացած է, կիսուրն էլ հետն է, ես վատ կիսուր չեմ տեսնում, այստեղ ճիշտն ասած հակառակը օգնում է կիսուրի երեխաներով, տարբերակներ են փնտրում, ինչպես կարող են ամուսնուն ետ բերել, ուր է գնացել, ինչ ճանապարհ է հեռու է գնացել, տարբերակներ են փնտրում, բանալիով կարող եմ ասել, ուզում են մարդուն ետ բերել, բայց կարծես թե ճանապարհը փակ է։
եւ դրա համար եկին է մենակ է եւ տխուր է ամուսինի հեռու է չի կարողանում գալ հարգելին ես իրականում տեսնում եմ միգուցե դու կարողանաք իր մոտ գնալ ինչ որ լուր կգա ձեզ ամեն դեպքում ինչ որ մեկից լուր կգա ինչ որ խոսակցություններ եմ տեսնում եւ տեսնում եմ որ տարբերակներ ի վերջո դու կգտնեք ինչ որ բան կփոխվի այսա փոփոխության տնից դուրս գալու կարտն է միգուցե ձեր ամուսինը չկարողանա գալ դու կարող եք գնալ իր մոտ այդպես էլ կարող է տարբերակներ լինել բայց ես վերջում շատ դրական կարտեր եմ տեսնում ես չեմ կարողացել հենց հաջորդ շաբաթ դուք գնում եք հաջորդ շաբաթ դեռ տեսնում ճանապարհը փակ է բայց ես տեսնում եմ շատ մարդկանց հետ խոսում եք զրուցում եք փորձում եք տարբերակներ գտնել կամ ինքն է գալի ձեր մոտ կամ դուք եք գնում իր մոտ ես ես հաջողություն եմ ցանկանում ամեն դեպքում բայց ես տեսնում եմ որ առայժմ տեսնում միայն տարբերակներն եք փորձում գտնել եւ հույսով եմ կգտնեք հաջորդ շաբաթ աշխատանքում տեսնում եմ գործերը կանգնել են մի տեսակ կամ եթե աշխատանք չունեիք վաղուց չունեիք երկար ժամանակ չէիք աշխատում հարգելի ձկներ դե որոշ մարդկանց կարող է վերաբերել կամ պարզապես աշխատանքում ինչ-որ մի բան ձեր սրտով չէր կարող է նաև աշխատում եք բայց ձեր աշխատանքն առանձնապես չեք սիրում Գիտեք, կարող եմ ասել նրանք, ովքեր աշխատանք չունեին եւ վաղուց չունեին աշխատանք էին փնտրում, իրականում անպայման շփվեք, շատ շփվեք, մարդկանց հետ գնացեք ինտերվյուների, տեսնում եմ այստեղ կին, օծ եւ տեսնում եմ այստեղ հաջողություն։ Որոշ մարդիկ, որոշ ծկներ, ովքեր աշխատանք փնտրում էին, կգնան եւ աշխատանք կգտնեն։ Ես տեսնում եմ նաեւ տղամարդիկ, հատկապես տղամարդիկ, ովքեր աշխատանք չունեին, ես տեսնում եմ բավականին հաջող ժամանակ է։ Ես տեսնում եմ կան մարդիկ, ովքեր տան հետ են զբաղված, չգիտեմ, կամ տնից եք աշխատում, եթե նույնիսկ օնլայն աշխատանք եք փնտրում, բացապես հաղորդակցվում եք, ես տեսնում եմ ձեզ իրականում լավ լուր կգա եւ ձեզ աշխատանքի կընդունեն, թեկուզ եթե օնլայն եք ուզում, եթե տան առքու վաճառքով եք զբաղվում, ես տեսնում եմ բավականին հաջող է, եթե գործերը կանգնած էին, ինչ որ ժամանակ չեք կարողանում տուն վաճառել, բավականին աշխուժ կլինի հաջորդ շաբաթ, այսպես հաղորդակցություն, ինչ որ մեկից լուր էիք սպասում, հա, չէր գալիս, հանդիպում եք, զրուցում եք, լուրը կգա եւ շատ հաջող։ Աշխատանքի հետ կապված հարգելիներս ինչ հարց էլ որ լինի շատ հաջող է։ Ես չեմ տեսնում ոչ մի անհաջողություն է եղել։ Ես ուղղակի տեսնում եմ կամ գործ չի եղել, կամ աշխատանք չեք ունեցել, կամ եթե տան առքու վաճառքով է եղել, մի քիչ գործը կանգնած է եղել, աշխատանքում հաջողություն չի եղել։ Ես տեսնում եմ իրականում լուր է, ինչ որ լուր պիտի գա, հերվից պիտի գա, միգուցե ուշանում էր, միայն դա է եղել խնդիրը։ Ոչ մի բացասական բան չեմ տեսնում, վերջում տեսնում եմ հաջողություն։ Եվ տղամարդու կարտով, եւ այստեղ օծը շատ դրական եմ տեսնում, այստեղ իրականում շատ իմաստու խելացի կին է, մարդ է, որը կկարողանա ձեզ օգնել։ Տնից եք աշխատում, թե տան գործերով եք զբաղվում, ինչ գործել որ լինում է, ինչ խնդիրներ կան ու լուրեր կան ուշանում էին, հաջորդ շաբաթ շատ հաջող եմ տեսնում եւ այս կանգնած վիճակը իրականում կսկսի տեղից շարժվել։ Հարգելիներս, հաջողություն եմ ցանկանում ձեզ աշխատանքի հարցերում ես խնդիրներ չեմ տեսնում։ Ֆինանսական հարցերում էլ չեմ տեսնում ճիշտ ասած, տեսնում եմ տուզ եւ տեսնում եմ մատանի, ֆինանսական հարցերով ինչ որ չգիտեմ, պայմանավորվածություններ, վարկեր եք վերցնում, ինչ որ պայմանագրեր եք կնքում, թղթեր եք ստորագրում, ես իրականում տեսնում եմ, որ իրականում կկայանա համագործակցություն, կկայանա ինչ որ մեկի հետ պարտք եք տալիս վերցնում, ինչ որ բանկերից վարկ եք վերցնում, ես տեսնում եմ, որ իրականում համագործակցությունը կկայանա եւ եթե պետք է փաստաթղթեր ստորագրվեին, կստորագրվեն։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, այս ճակատագրական կարտը իրականում ֆինանսների հետ էլ կաշխատի։ Ասում եմ, ճակատագրական ինչ որ մի բան կարող է փոխվել, ձեզնից անկախ ֆինանսներում էլ կարող է ինչ որ բան փոխվել։ Ես այստեղ ասացի, որ ինչ որ պայմանագիր եք ընկնում, ինչ որ հաջողության եք հասնում։ Իրականում ես հեշտ ասացի, բայց հարգելներս, իրականում բոլորովին էլ հեշտ չի լինում։ Ես այստեղ տեսնում եմ բավականին բարդ ճանապարհ։ Բավականին երկար ժամանակ, դե որոշ մարդիկ կարող է բոլորին չվերաբերել, բավականին բացասական կարտեր եմ տեսնում։ Այստեղ տեսնում եմ անհանգստություններ, ինչ որ անդադ ինչ որ մի բան են ուզում, թուղթ են ուզում, ինչ որ մի բան պակասում է, կասկածներ կան, չգիտեմ ում հետ եք աշխատում, այստեղ տղամարդիկ եմ տեսնում, կանայք եմ տեսնում, կոնֆլիկտային մարդիկ են շատ։ Ֆինանսները ում հետ ինչ էիք անում, պարտք եք տալիս վերցնում, վարկի համար եք դիմել, ես չգիտեմ ինչ հարցեր են,
բայց էլի եմ ասում, բավականին բարդ վիճակներ են եղել։ Այստեղ խոսում եք, զրուցում եք, չեք վստահում, ձեզ չեն վստահում, դուք չեք վստահում, կդժվարանամ ասել, հանդիպում եք, շփվում եք, ոչ միտեղ չի տանում, հետո տեսնում եմ կորուստներ, բավականին ժամանակ եք կորցնում, տեսնում եմ դիմում եք մեկ ուրիշ մարդու, մեկ ուրիշ առաջարկություն են անում, դա էլ ուշանում է, լուրը չի գալիս, կոնֆլիկտներ եմ տեսնում, շատ բարդ լուրջ կարտեր եմ տեսնում։ Այսինքն, այս որ դուք համաձայնության հասել եք, իրականում շատ բարդ ճանապարհ եք անցել։ Ում չի վերաբերում, դե չի վերաբերում։ Շատ բարդ ճանապարհ եք անցել։ Սա եղել է սկզբում, ուտե վերջում շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Այսինքն, իրականում դուք ձեր հաջողության կհասնեք, կգտնվի ինչ որ մեկը, որը ինչ որ լուրը կգա, խոսում եք, բանակցում եք, շատ կտրուկ ամեն ինչ կփոխվի, բանալի կլինի, այս մարդը շատ կտրուկ կփոխի ձեզ համար։ Ինչ որ նոր մեկին կգտնեք ըստ երևույթին, հա, մարդկանց պատճառով է ձեր հարցը չէր լուծվում։ Իրականում գտնվի ինչ որ մեկը, տեսնում եք, ճակատագրական որ ասում են, ձեզից կախված էլ չէ, դուք չեք գտնում իրեն, այլ պարզապես ինչ որ մեկը կլինի, որ ձեր հարցը շատ արագ, շատ կտրուկ կլուծի։ Դուք շատ երկար եք սպասում, շատ դժվար ճանապարհ եք անցել, բայց ի վերջո տեսնում եմ եւ հաջողության կարտը, եւ տեսնում եմ մատանին, այսինքն համաձայնությունը կլինի, ձեր ֆինանսական հարցը կլուծվի։ Կարող է ֆինանսները մի շաբաթ չգան, բայց հարցը կլուծվի։ Այս դրական մարդու միջոցով ինքը կարողանա հարցը լուծել։ Ինչպես այս մարդը ձեր կյանքը հայտնվի, ով կլինի, ես կդժվարանամ ասել, բայց ամեն դեպքում ֆինանսական հարցերն են հարգելիներս շատ դրական կլուծվեն ձեզ համար։ Հաջող շաբաթ եմ ցանկանում ձեզ հարգելի ձկներ։